Ողջույն իմ հայ ժողովուրդ։ Սկզբից ես ուզում սկսել նրանից, որ ես չեմ համարում, որ Փաշինյանը ու իր խումբը ամենալավ ղեկավարն է Հայաստանի համար։ Ես ունեմ շատ պրետենզիա Փաշինյանին, բայց այն պրետենզիաները, որ ես լսում եմ Փաշինյանի հանդեպ, ես չեմ հասկանում ինչ է դա կապված Փաշինյանի հետ։ Շատ ժամանակ լսում եմ, որ ինքը հողեր է ծախում, շատ ժամանակ ես լսում եմ, որ ինքը թշնամի է, որ Կանադայում ունի տներ, Ֆրանսիայում ունի տներ, բայց իրականությունում ես խնդրել եմ մեկը, որ ինձ ասի այդ հասցեն, որ ես նստեմ, գնամ Կանադա ու ստուգեմ իրականությունում այդ իր տունն է, թե չէ, որովհետեւ ապրում եմ Միացյալ Նահանգներում, ինձ համար շատ կարևոր է հասկանալ իրականությունում ինքը ունի ինչ որ տուն կամ տեղ Կանադայում, որովհետեւ ես ինչքան հասկանում եմ, դա սուտ է, ռուսական սուտ է։ Ես գիտեմ ոնց է Ռուսաստանում աշխատում ռոպագանդա, որովհետեւ ես համարյա թե ամբողջ իմ կյանքը ԱՄՆ-ից առաջ ապրել եմ Ռուսաստանում ու հավատացեք, ես տեսել եմ, որ Ռուսաստանը այսպես փուչուր քայլերով քանդվել է ու դարել է այն, ինչ որ հիմա դարել է։ Միտքս դրա մեջ է, որ երբ որ լսում եմ, որ ինչ որ մեկը հող է ծախել, միանգամից ինչ որ մի բան փչանում է իմ գլխի մեջ, որովհետև ես չեմ հասկանում ոնց կարելի է հող ծախել, կներեք, ծախել։ Իհարկե, ես գիտեմ, որ մենք պարտվել ենք, բայց երբ պարտվանքը դարավ ծախում, որովհետև ես միշտ լսում եմ, որ տվել է, բայց իրականությունը ինձ թվում է մի քիչ ուրիշ ձևի էր։ Նորից դե Փաշինյանի հարցը չի, դե իրականության հարցն է։ Իմ իրականությունը իմ աչքերով այն է, որ ոնց այն մարդը, այն լեյտենանտը, այն կապիտանը, որ 92-95 թվականներին, որը ոնց ասեմ, նենց էր անում, որ այդ ջահել տղեկը 18 տարեկան տանջվեն, որ զանգում են ծնողներին, ասում են մի հատ փող տուր, մի հատ ինչ որ վատ բաներ էին անում, ինչքան մարդ են սպանել իրանց հայկական երեխեքին։ Այդ լեյտենանտների, կապիտանները հիմա դառել են գեներալ։ Բացատրեք, ոնց այդ գեներալը կռիվ անի։ Ինքը կռիվ մենակարանի իր հայ երեխեքի հետ։ Այդ իրականությունն է, դա մեր բանակն է, զենքերը։ Դուք երբ որ տեսնում եք, որ Երևանը, հա, լցած է թանգանոց մեքենաներով, թանգանոց տները, երբեք միտք չի եղել որտեղից, որովհետև դաժե շատ հարուստ տեղերում այդքան հարստություն չես տեսնի, որովհետև թղթի վրա կա ճանապարհ, թղթի վրա կա տանկ, թղթի վրա կա զենք, բայց իրականությունում կա մի հատ սիրուն տուն մանումենտի կողքը։ Ոնց։ Ուզում ասեմ, այդ է շատ մեծ խնդիրը։ Հետո երբ է Հայաստանում եղել բանակ, եղել են հերոսներ, եղել են ֆիդայիներ, հիմական հերոսներ, բայց երևի ինչ որ նյուս ասեմ ձեր համար, որ հերոսներով չեն հաղթում կռիվները։ Իհարկե ես գիտեմ, որ դուք շատ եք սիրում Ռեմբո կամ Կոմանդոս կամ ինչ որ տենց հզոր ֆիլմեր, բայց իրականությունը այն է, որ հաղթում են բանակով, հաղթում են ռազվեդկայով, հաղթում են ավիացիայով, հաղթում են զենքերով, այն ամեն ինչով, որ մենք չունենք։ Այն փոքր որ ունենք, առաջին 10 օրում ջարդին փշրեցին։ Ինչ որ դուք սկսեցիք ինչ որ գերոիզմ տալ, որ 44 օրվա հերոիստական ինչ որ կռիվեր է, բայց իրականությունում դա չկար ոչ մի բան։ Տղեկը պրոստը փախնում էին։ Փախնում են ինչքան կարային փախնեն։ Այդ իրականությունն է։ Դուք կարաք ինձ ատեք, համարեք, որ ես թուրք եմ, ես բան չունեմ ասելու։ Բայց իրականությունը նրա մեջ է, որ դուք որ պարտվել ենք, դուք համարում եք, որ դա պարտվանք չի եղել, դա 44 օրյա հերոսական կռիվ էր, ու մենք հատուկ հետ էին գնում, որ ընդեղ Շուշիի տակ Թուրքի բերանը ջարդեին, բայց իրականությունն այն է, որ մենք հետ էին գնում, որովհետև մեզ ճզում էին ամեն կողմից։ Դուք ասում եք, բանդեղ չանցան, ընդեղ տղեկը պահում էին, ընդեղ չէին ուզում իրանք անցնեին։ Ես վայնի էքսպերտ չեմ, բայց դուք մտածեք, միտքը հարցակման որն է, դուք ամեն ծակից մտնում եք, որտեղից ստացվեց, ընդեղից էլ մտնում եք։ Բայց որ այդ ուրիշ տեղերից որ չգան չօգնեն, դուք ամեն անգամ խփում եք։ Դրա համար միտքը այն է, որ իրանք մտան ընդից, որտեղից կարողացան։ Ու всё, գնացին կորանք։ 44 օր վա ընթացքում պատմեն հեքիաթներ, հեսա, ոչ մի հեսա չկա։ Պարտվել ենք, շատ воры պարտվել ենք, լիք երեխա է մահացել։ Ու իրականությունն այն է։ Ու երբ որ ես լսում եմ, որ հեսա ընտրեք ինձ, ես կհաղթեմ, ինձ հետաքրքիր է ով է քեզ հետ գնալու, то есть ինչ երեխա պետք է սպանես։ Ու եկեք մի րոպե հանգիստ խոսանք։ Դուք իրականությունում հավատում եք, որ Հայաստանը առանց պաֆոսի, առանց պատրիոտիզմի, ես գիտեմ, որ դուք շատ եք սիրում այդ մուլտիկը, որտեղ հայ զինվորը ու այդ աշխարհ բանը, չգիտեմ, ինչա
ձիա, էշա, ինչ որ մի հատ ոչխարա, ինչ որ ադրբեջանցի էր։ Եթե համարում եք դա օքեյ, բայց իրականությունը այն չի։ Իրականությունն է, որ Ադրբեջանը ունի նավթ, ունի գազ։ Ու 20 տարի ծախելա, գիտեմ, ձեզ այդ կարևոր չի, ձեզ կարևոր Ալիևը Թուրքիայում կայֆավատ անում կամ Դուբայում տները առան։ Բայց ինձ էդի կարևոր չի, ինձ ուրիշ է կարևոր, որ 70% ինքը ծախսել է կայֆերներին, բայց 30%-ը ծախսել է այդ տեխնոլոգիաների ու բանակների վրա։ Սարքել է թազա բանակ։ Կարանք հավանենք, կարանք չհավանենք, բայց իրանց բանակը հիմա ավելի հզոր է, քան թե մեր բանակը։ Ու մենք չենք խոսում մի քիչ ինչ որ։ Չէ, մենք խոսում ենք մի 5-6 անգամվա բանից։ Ուստի պատրիոտիզմի հարց չկա։ Ստե կյանքի հարցն է։ Ու իրականության հարցն է։ Մենք չունենք ոչ մի տեխնոլոգիա։ Այդ ադրբեջանցիները լավ ունեն ամեն ինչ, բայց որտեղից։ Իհարկե Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի խմբի մեջ է։ Ու լավ օգնում է, լավ դաստիարակում է, լավ ցույց է տալիս։ Սկզբից ամերիկացիները եւ եվրոպացիները սովորացին թուրքերին ոնց պետքա կռվանի, թուրքերն հետո սովորացին ոնց պետքա Ադրբեջանը կռվանի։ Մենք էլ ունենք սովետական տեխնոլոգիա, երբ որ եթե ուզում ես հաղթես, պետքա մի 10,000 մարդ կողես մի հատ ծակի մեջ ու 9,500-ը որ մեռավ, այն 500-ը արդեն հերոսական բան անում, վերցնում է։ Մենք չենք կարող, մենք շատ փոքր ազգ ենք, մենք չենք կարող ռուսական վարիանտով կռիվանել։ Ոնց որ հիմա ռուսները փորձում են հաղթեն Ուկրաինան, երբ որ 100,000 մարդ են ուղարկում, որ մի քառակուսի մետր վեկալեն։ Մենք չենք կարող այդպես կռիվանել։ Դրա համար երբ որ մեկը ասում է, միանգամից միտք է դառնում մոտ։ То есть ես ճիշտ եմ հասկանում, չէ՞ որ Արագացի մոտ, ինչ որ Ձախաչյանի մոտ մի 100,000-անոց բանակ ունենք։ Պրոֆեսիոնալ, լավ հակած տեխնոլոգիայով, ինչ որ ռազմետկայով, բեսպիլոտնիկ սամոլյոտ ամեն ինչով դրածա, ու տղեկ ասում են, Փաշինյան, մի հատ կաման դուր գնանք վեկալանք, հեսա վաղը Բաքուն ենք վերցնելու, այս անտերները ասում են, չէ արա, մի գնացեք, Ալիևի մնգենա։ Թե կարող է ուրիշ ձև է։ Ուրիշ ձևը այն է, որ ինքը գիտի իրականությունը, ինչքան զենք ունենք, ինչքան զորք ունենք, ու հասկանում է, որ կարակ սկսի կռիվ, ինձ թվում է կռիվ պրոբլեմ չի սկսելը։ Պրոստը հետո պետք է մի 15,000 էլի նորից երեխա մեռնի, կորցնենք մի ինչ որ հողեր նորից, հետո արդեն պարտված նորից հետ գնանք, հետո նորից նույն քակը կլինի։ Մենք պարտվել ենք, դա իրականությունն է։ Երբեք Արցախը չի լինի մեր հետ այս հիմիկվա իրականության մեջ։ Որովհետև ամբողջ աշխարհը համարում է, որ դա Ադրբեջանի հողն է։ Դուք ասեք, չէ, դա մեր հին հողերն են, ես համաձայն եմ, Վանը, Կարսը, ես չգիտեմ, Ուրմիան, Արարատը, Արցախը, այդտեղի մեր ախալ քալակները մեր հողերն են եղել։ Հիմա այդ մեր հողերը չեն։ Որովհետև եթե այ մի օր Ամերիկան ասի, չէ, սի հայերի հողն է, այդ ամերիկական ինձեստները կլինեն, կասեն, բայց էլ մեր հողն է, նախ եղեք գնացեք ձեր Եվրոպայա, որ դուք եք եկել։ Չի լինելու տենց։ Մի օր կգա օր, երբ որ աշխարհը կխանդվի։ Կլինի այդ օրը։ Այդ ժամանակ պետքա մենք մի բան անենք, բայց մինչև այդ ժամանակ պետքա հզոր դառնանք, ուժեղ դառնանք, ոչ թե անգրագետ, առանց զենք, առանց գիտելիքի գնանք մեռնենք, ավելի շատ կորցնենք, հետո ասենք, բայ էլի ծախսեցին մեր ազգը։ Դուք եք ծախսում, երբ որ սկսում եք, դուք եք ծախում, երբ որ սկսում եք այդ խոսքերը ասել, որ ծախեց, ֆակտեր, եթե ունեք ֆակտեր, տվեք ինձ ֆակտեր։ Ադրբեջանը վերցել է 200 կիլոմետր, օքեյ, որովհետև կարա վերցնի, մենք էլ չենք կարա պաշտպանենք։ Մենք կարանք ուղարկենք մի 10,000 երեխա կսպանեն, մի 5,000-ը կվեկալեն։ Հետո ինչ ենք ասելու, էլի ծախեց, չենք ծախել, պարտվել ենք, դա տարբեր բաներ են։ Հո Փաշինյանը չի ասել, եկեք Ղարաբաղցիներ, մի մնացեք այնտեղ։ Մեր Ղարաբաղցի մարդիկ ասին, մենք չենք ուզում մեռնել մեր հողի համար, մենք ուզում ենք ապրել։ Okay, դա նորմալ է, մարդ ունի մի հատ կյանք, ընդամենը մի հատ կյանք, ուզում է ապրի, չի ուզում մեռնի։ Բայց հարցը նրա մեջ է, որ եթե դու չես ուզում մեռնես, խի ես հելնում ուզում, որ ուրիշի երեխան գնա ու մեռնի այնտեղ։ Ու որ մեռա, ինձ թվում է շանսը շատ քիչ է, դաժե գիտեք, կազինո է նմանացնում, ոնց որ կազինոյում լինեն, գիտեք, ուրիշ երեխեքով, դավայ նախույ երեխեք ուղարկեք, թող մեռնին դե, կստացվի լավ է, չի ստացվի դե հերոս են էլի ինձ, հերոս մեր հայ տղեկ հերոս են։ Բայց ես չեմ ուզում որ հայ երեխեքը մեռնեն, որովհետև իրականությունն այն է, որ մենք թույլ ազգ ենք, ոչ թե մենք ոնց որ հետամնաց ազգ ենք, թույլ ենք, բայց ով է թույլ արել։ Մի հատ մտքերով միացրեք, որտեղ ենք մենք եղել այդ 25-20 տարի։ Ինձ թվում է Հայաստանը 95 թվից հետո որ կռիվ բարձավ 95-96 թվից հետո ոնց որ գիտեք տատիկի մարինադներ այդ բազուկի որ կողած էր вообще развития չկար вообще չէին գնում առաջ կոռուպցիա էր քանդում գողանում ամեն ինչ տանում էին մի հատ շենք չսարքեցին
Հիմա նայում ես Հայաստանը, ամենից ես չեմ ասում նորից ճիշտ հասկացեք, ես չեմ ասում որ Հայաստանը հիմա արդեն Ֆրանսիա դառնա, չէ, որ Ֆրանսիա դառնա, այդ պետքա մի 40 տարի էլ այդպես լինի, բայց հարցը այն է, որ եթե Հայաստանը սկսեր իր ճանապարհը ոնց որ սկսել է հիմա, բայց 91-92 թվականներին, մենք արդեն երևի Էստոնիայից կթքեինք առաջ կգնայինք, Լատվիայից կթքեինք առաջ կգնայինք, բայց հիմա մենք հետամնաց երկիր ենք։ Այո, հիմա ինչ որ լավ թվեր ենք ցույց տալիս, բայց լուբոմ սուչի դուք պատկերացնում եք ինչքան փող ենք մենք կորցրել այդ կոռուպցիայի վրա։ Հենա Գլենդելում ես Ամերիկայում եմ ապրում, գալիս ես գեղեցիկ Գլենդելը, կոնֆետկա է ոչ թե բան, բայց մտածում ես որտեղից ու հասկանում ես որ Իտագո երկու վարիանտ է։ Մեկը դա մեր արաբական հայերը Պարսկաստանից, Լիվանից, ինչ որ Բեյրութից գալիս են, ինչ որ բիզնես ունեն, ծախել են, ինչ որ բան են բացում։ Երկրորդը մեր հայերն են, որը Երևանից աղքատ Երևանից եկել են, բայց որտեղից այդ փողը։ Հետո նայում ես, այս ինչ որ մինիստրը տղեն է, ինչ որ զավոդի ցեխի բանա տղեն է, այնի հորոխպոր թորան ինչ որ։ Ու վտոքի դառնա որ այդ լրիվ հայկական փողերը, որ դուք կորցրել եք, որ մենք կորցրել ենք։ Եկել են Գլենդելում լավ ռեստորան են սարքել, լավ տներ են սարքել, լավ բիզնես են բացել։ Ես չեմ ասում իրանք խմել ուտել են։ Մալացը բացել են, բայց հարցն է դա մեր փողն է, չէ՞։ Այդ բիզնեսը պետք է Հայաստանում բացվեր։ Հիմա այդ Փաշինյանը, որը ոնց ասեմ, եկեք մի հատ Փաշինյանի մասին վատ ասեմ, էլի որ հասկանաք իրականությունը։ Ես համարում եմ որ Փաշինյանը շատ վատ լիդեր է, բայց այդ վատ լիդերը երևի ինչ որ մի հատ 1000 անգամ ավելի լավ է, քան թե եղել է։ Որ մարդիկ հավատացին, մարդիկ ես չեմ ասում հասարակ մարդիկ, ես ասում եմ ինվեստորներին, ես ասում եմ մարդկանց մասին, որը ինչ որ գաղափարություն ունեն բիզնեսի մեջ ու հասկացան, որ ինչ որ բան փոխվել է, ու մարդիկ սկսին գալը։ Ու ոչ թե գալը, փող բերելը։ Մարդիկ սկսին տներ սարքել, շենքեր սարքել, կյանքը գնաց առաջ։ Ես հասկանում եմ, նորից եմ ասում, որ դա այն լավը չի, դա կա որտեղ մեծանա։ Բայց հիմա ուզում եմ ասեմ մի քանի բան Փաշինյանի մասին, որտեվ այն ինչ որ ես լսում եմ, ես չեմ հավատում ու չեմ էլ ուզում հավատալ, որտեվ դա կոնստրուկտիվ բան չի, ինֆորմացիա չի։ Կոնստրուկտիվ առաջինը, երբ որ Փաշինյանը դարավ վարչապետ, ամենաառաջինը ինքը պետք է ինչ անել, ռևիզիանել բանակը, տեսնել ինչքան զենք ունենք, ինչքան տանկ ունենք, ինչ վիճակում են, ոչ թե գնալ ուրախանալ։ Չարեց։ Դա գլխավոր խնդիրն է։ Երկրորդը, երևի ինձ համար ավելի կարևոր է, բայց ինձ թվում է երկրորդը։ Խի, երբ որ ինքը դարձավ վարչապետ, չվեկալեց այսպես Պոչից, Քոչարյան, Սարգսյան, իրանց կանայք, երեխեք, թորներ, ես չգիտեմ, սիրածներ, բոլորին չհավաքեց ու լիկվիդացիա չարեց։ Ես չգիտեմ ինչ ձև լիկվիդացիա։ Լավ, եկեք գումանի լիկվիդացիա անենք։ Տրուսիկ նասկիով այդ բոլորին սամալյատես կողում ուղարկում ես Պուտինին։ Թո իր անգերներն են, թո ինչ որ մի բան ընդե հնարեն։ Հենա Տաշո Սամոն լավ ընկերություն են անում, լավ կայֆավատ կանային, մի հատ լավ բիզնես կընդեն կբացեին։ Մեզ նախույթ պետք չեն այդ մարդիկ Հայաստանում։ Բայց հիմա նայում եմ 10% մարդ ուզում է այդ մարդուն։ Ասում եմ դու գիշեք բլե 10%։ Հաջորդը, որ եկավ դառավ վարչապետ։ Խի մի անգամ ինչ ցանգեց Ալիևին, քանի քարտեր ուներ ձեռը վրա, ասեր Ալիև, արի մի հատ զրույց անենք, տենանք ոնց ենք այդ հարցը դուրս գալու, որովհետև դուք իշքան որը չճղեք։ Ամբողջ աշխարհը լուբոյ, Ֆրանսիան լուբոյ ասում էր, որ Ղարաբաղի հարցը պետքա լուծվի։ Քանը չի լուծվել, որի մեջ է կլնել։ Լուծվի, դա նշանակում էր, որ պետքա հետ տահողը կամ ինչ որ մի ձևի Ադրբեջանի հետ համաձայնվածություն լինի, որ ինչ որ փոխանակություն լինի։ Բայց չարեց ոչ մեկը, չէ՞, գնաց Արցախ, կայֆավատ արեց, քեփ խմեց, ասեց Արայսի մերն է, այդ իր սխալն էր։ Խես տենց անում։ Այդ անտեր գայլը 20 տարի ասում է գալու եմ ջարդելու եմ ձեր բերանա, գալու եմ ջարդելու ձեր բերանը։ Բայց տարբերությունը այդ անտեր գայլը փող ունի, չէ՞, ինքը նավթ է ծախում, ինքը միլիարդներ ունի։ Այս սրանք էլ գողանում էին, ինքը չգիտեր Փաշինյանը, ինքն էր գրում ինչ որ թերթերի մեջ ինֆորմացիայից գողացավ, այն գողացավ։ Ինքը ինձ լավ գիտեր ով ինչա գողացել, բայց այդ ամեն ինչը իմանալով ու նույն ձևի բաներ, պահում էր իրան շատ։ Ու վերջին ամենագլխավորը ինքը ինձ լավ գիտեր, որ լրիվ Հայաստանը համարյա թե ռուսների ձեռի տակ է։ Ատոմական էլեկտրոստանցիան, ջրերը, գազը, չգիտեմ, պոեզները, ինտերնետը լրիվ ռուսների ձեռի մեջ է։ Երբ որ դու ոռը ճղում ես, ասում ես Պուտինը սենց է, Պուտինը նենց է, Պուտինը ասում է օքեյ, նա տիպե։ Հենց Փաշինյանը հաղթեց Սարգսյան, միանգամից բան հարց եղավ, երբ է Ղարաբաղի հարցը բացվելու, որովհետև դա ես միանգամից հասկացա, բոլորն էին հասկանում դա։ Բայց Փաշինյանը չէր հասկանում դա։ Պետք է գնալ Մոսկվա, ասել Վլադիմիր Վլադիմիրիչ, դայտի ժոբ կուպացել ավայց։ Այդպես մի բան պետք է անել։ Հասկանում եմ, կամանց սենց ոնց որ հիմա ոնց է դուրաչոկի նման սենց անում, էլի։ Այդ ձև պետք է անել։
Բայց չսկսեր Երևանում ասեր, նախույ, մախույ, զախույ։ Էդ էլ ստացանք։ Այդ կոնստրուկտիվ կրիտիկան է Փաշինյանի դեմ, որը ես համարում եմ ինքը շատ սխալմունքներ արել։ Բայց երբ որ սկսում է հողա ծախել, մողա ծախել, այս ուզում եմ արդեն հասկանամ, բա դուք ինչ եք արել, դուք ինչ եք, դուք խի եք սախ, դուք խի ինվալիդ չեք, խի չեք գնացեք կռիվարել հողի մասին։ Ես չեմ ասում ես եմ որոշ ճոխում, ես որոշ չեմ ճոխում։ Ես հասկանում իրականությունը, որ մեկին հաղթելը քիչ է ռեստորանում ցես նստես, խորոված անես, նարդի խաղաս, հելնես հաղթես։ Հելան է տղեկը, ինչ ասեն, հեսա կանանք դրանց բերանը ջարտենք, գնացին ընդ ինչ տեսան, ասեն, այ մորը սանավ, էսի չեսնի կռիվ, չես ինչ որ մարդիկ են բերել, զենք կա, ինչ որ բան ա թռնում, բա կռիվա բլեց։ Կռվի մեջ չեսնի չկա։ Կռվի մեջ մեռնում են մարդիկ։ Всё, դա է իրականությունը։ Բայց մեր ժողովուրդը չուզեցավ մեռնի։ Էդի լավ է, նորից եմ ասում, չպետք է մարդիկ մեռնեն, ճիշտ հասկացեք ինձ։ Բայց երբ որ դու չես ուզում մեռնես, խես ուզում որ ինչ որ Սուսանան իր երեխուն ուղարկի որ մեռնի։ Ինչքան 18 տարեկան երեխա պետք է սպանեք, որ հանգստանաք, ես չեմ հասկանում։ Թե միշտ ալնելու որ հողա ծախել, հողա ծախել, հողա ծախել։ Մենք բոլորս ծախել ենք։ Երբ որ 20 տարի փակ աչքերով, երբ որ իմ ընտանիքին նենց բրթեցին Հայաստանին, ասին նախույ գնա, մենք փախանք Հայաստան։ Մենք էլ ենք, ես էլ եմ եղավ։ Պետք է մնայինք դեպ սպանեինք այդ բոլորին, բայց մենք չասենք ամեն մեկը ծվրվեցինք, ամեն մեկը ընտրեցինք մեր կյանքը, բայց հիմա դարելանեց որ էսի մեղավոր է, սրանք չէ։ Ու հիմա ինչ եմ դերիվ բացել։ Այն է որ հիմա մեր մոտ պետք է ընտրենք Փաշինյան, Քոչարյան, ինչ որ Տաշիր ու մեկ էլ է Դոզիկը։ Հեսա Աստված սարքեք սարի վրա, մենք հաղթելու ենք։ Բլեծ это մեր, այդ մեր բանա, dream team-ն է, բլեդ, տուպե еще տուպեի, բլեդ, տուպովը, բլեդ, я չգիտեմ даже ոնց ասեմ, այդ է մեր թիմը, հիմա հարցը նրա մեջ է, որ Փաշինյանը լավն է, վատն է, հիմա հարցը նրան մեջ է, որ այդ կալոդը, որ ունեք, ամենավոռից, ոնց ասեմ, մինիմալ ոռությունը որն է, ինձ թվում է այս մոմենտով Փաշինյանը երևի ամենաճիշտ ընտրությունը կլինի, ոչ թե Փաշինյանին սիրում եմ, խնդրում եմ հասկացեք, ես գիտեմ, որ ձեր գլխի մեջ կամ դու պետք է atես Փաշինյանին կամ սիրես, Вообще չէ, ես համարում եմ Փաշինյանը ոնց որ գիտեք, ոնց որ доказательство Путինի, вот Ռուսաստանը միշտ ասում են, а кто если не Путин, то есть ով եթե ոչ Պուտինը, Փաշինյանը ցույց տվեց, любой тупой табуреткին 1000 անգամ լավ կլինի, քան թե Պուտինը։ Նույն ձևի Փաշինյանը, просто Փաշինյանը նենց դառա, որ ինչ որ մարդկանց մեջ հավատք դրեց, որովհետև էսի ժուլիկա, էնի դոձիկա, էնի ինչ որ բանձիտա, էս էլ մի հատ վաֆլիկա, բայց հավատացին մարդիկ։ Իսկականից հավատաց, ես չեմ ասում նորից կյանքը չի դարել 1000 անգամ լավ, բայց կյանքը փոխվում է։ Դուք ապրում եք երկրում, դուք տեսեք ոնց է փոխվում կյանքը։ Ես գիտեմ, որ ձեր դուր չի գալու ծառերն են կտրում, ես գիտեմ, որ ձեր դուր չի գալու մետրո են սարքում։ Էդի նորմալ է, ձեզ չպետք է դուր գա, դուք պետք է կոմունիկացիա ունենաք ձեր, չգիտեմ, մերի հետ, ինչ որ մարդկանց հետ, որ ընտրեք ու ասեք, բախի ասենց։ Բայց հիմա լրիվ այդ քաքը գցել Փաշինյանը, դա արդեն իդիոտիզմ է դառնում։ Ես տեսնում ոնց է Հայաստանում փոխվել։ Ես տեսնում ոնց է ինչ որ Հայաստանը շանս ունի։ Ես չգիտեմ դուք քիչ եք տեսնում։ Ես գիտեմ որ դուք ուզում եք մի շատ, ամեն ինչ ուզում եք շատ, չի կարա աղքատ երկիրը, որը տարիներով քյասիբ է եղել 5 րոպեում դառնա հարուստ։ Բայց ես տեսնում եմ որ մարդիկ տարիներ առաջ ուրախանում էին 100-150 դոլարին աշխատավարձը, հիմա արդեն 500-ով ոչ մեկ չի ուզում աշխատել։ Այնա նայեք ինչ է կատարում Երևանի փողոցներում։ Հնդիկներ են։ Հայը չի ուզում աշխատել, հայ ասում է դա նախեր надо мне։ Հնդիկը գալիս են աշխատում է։ Այնա Ռուսաստանից գալիս են Yandex Courier են աշխատում։ 500-400 հազար են ստանում։ Ես չեմ ասում այդ ինչ որ միլիոններ են, բայց մարդը $1000 ստանում է, դա ծանր գործ է, հասկացեք, շատ ծանր գործ է։ Բայց $1000 մարդը ստանում։ Հայրեն չի ուզում աշխատի։ Այդ է խնդրեմը, գիտեք։ Հիմա իմ ասածս ինչի մեջ է, այնրա մեջ է, որ դուք պետքա ճիշտ ընտրություն անեք ու հասկանաք պետքա ձեզ պետքը չի, բայց ես գիտեմ 100% մի բան, որ Պուտինը հիմա ծախսում է միլիարդներ, որ Հայաստանից սարքի Վրաստան։ Դուք կարաք մտածեիք, որ ռուս սալդատը սպանում էր վրացական զինվորին, մի 15 տարուց հետո, 10 տարուց հետո վրացիները պրոշ անեն Պուտինին, ասեն ցավը տանեն Պուտին ջան, արի մեր երկրից մի բան էլի արա։ Բա տենց է դառել։ Հիմա նույն ձևի ուզում են Հայաստանից անեն, տաշել։ Ես աշե մտածում էի ու 100% մտածում էի, որ պետքա բանը, այն ռուս օլիգարխին, որ հիմա թուրքերի բանը բանտում անստած, իրան պետքա սարքեին պրեմիեր, բայց ես չէի սպասում, որ Տրամպը հենց կճզմի Ալիևին, որ Ալիևը չի թողի դրան, որովհետև հենց այդ դրան թողեր, էդի մի անգամից ոնց որ գերի նման, այսպես կվեկարեր Հայաստանի վզից ու Պուտինի ծիծիկները կողեր։
Այդ էս են, բա տենց աշխատում, բա ձեզ թվում է ոնց է, ձեզ կողում են պատրիոտիզմով, թուրքացախով, ինչ որ գիտլերական հենա, հիմա թազա բան են հնարել, որ 300,000 թուրք է գալու։ Որտեղ տեսեք, կոնկրետ թուղթ կա, կոնկրետ ինֆորմացիա կա, ինչ որ մեկը տրել է, էսել վեկալել է, հոտը քաշել է, ձեզ ուղարկել, դուք ասում եք, արա 300,000 մարդ է գալու։ Որտեղից է գալու, որտեղ է գալու, երբ է գալու, ում կողմից է գալու, ոչ մի 0-0 կոնկրետիկա չկա։ Էդի հենց կոչվում է ռուսական ռոպագանդա։ Ինչ որ մեկը ինֆորմացիա գցում, սենց ու արդեն չես կարող գտնես այդ իմանալ ամեն ինչը։ Так вот, ինչ եմ ուզում ասել, որ Ռուբեն Վարդանյանը, որ ինքը պետքա դառնար, բայց նես դարա, որ հասկացան, որ շատ վտանգավոր է թողել, դրա համար էսա պահում են, բայց հենց անցավ էս ընտրությունները 100% թողելու են։ Որովհետև Ռուբեն Վարդանյանը պետքա հերոս դառնա, այդի այն հերոսներից ինքը Թուրքի բանդում է նստել, ձեր նման հարիվ չի հո։ Խի է նստել, որովհետև այդ մարդը ռուսական օլիգարխական խմբերից մեկն է։ Ինքը ոնց էր ասում, Բուգալցեր Պուտին, եթե չեմ սխալվում։ Այն ժամանակ առաջ, երբ որ էլա Պուտինը չէր մտածում, որ պետքա իմպերատոր դառնա, մտածում որ հեսա մի պրեզիդենտ, հետո փող հանեմ, ինքը հոգնում էր այդ Ատմիվանյանն էլ փողել է, ապշորներով։ Դրա համար երբ որ ինձ սկսում եք, ինքը Պուտինի թմից է։ Ինչ եք ինձ են արում, կամ էլ տաշիրը։ Ձեզ թվում է Ռուսաստանում հնարավոր է աշխատել առանց Պուտինի թույլտվությամբ։ Ոչ։ Ես գիտեմ, դուք շատ եք սիրում խոսքերը, պատրիոտիչներ, մենք բերենք հետ, ում ձեռով են բերելու։ Եթե դուք մի րոպե սառը գլխով մտածեք, ով է մասնակցելու այդ բերելու ժամանակ։ Ով է անելու։ Դուք եք անելու, դուք գնալու եք մեռնեք, 10,000 դուք կարաք մեռնեք, ինվալիդ դառնաք առանց ձեր ոդ։ Ու օքեյ, գնացիք։ Ինչ եք մտածում, ինչքան շանս է, որ դուք կհաղթեք։ Ինչքան շանս է։ 2%, 3% դուք կարող եք այդ ոնց ասեմ, կոնի վրա դնեք այդ ամեն ինչը, որ այդ 2%-ով շանս լինի։ Իսկ թվում չէ։ Կամ ուզում եք ձեր երեխեքը մեռնեն, ձերա թվում չէ։ Ու եթե ուզում եք հաղթել, պետք է աշխատել, վճարել նալոգներ, ու մի 5 հատ երեխա ամեն մեկը պետք է ծնի, որ մի 20-30 տարուց հետո հայերեն են մի 5-7 միլիոն մարդ ու պրոֆեսիոնալ բանակ լինի, որ այդ ամեն ինչը առնվի, զենքերը պատրաստվի ու հետո դրանից հետո կարան խոսան, բայց այսօրվա օրով չկա, всё, մոռացեք, այդ իրականությունն է։ Ու եթե հանգարցակի դուք ընտրեք Պուտինին, այդ նշանակում է մեր ազգը վճարել է այնպես թանկին, այնպես արունով գինա վճարել, որ Ռուսաստանից ազատվի։ Դուք է բերեցիք, այսինքն ձեռը դրեցիք, այդ զրոյացրեցիք այդ երեխեքի կյանքը։ Հենց այդ որ ընտրում եք Պուտինի մարդուն, դա Քոչարյանն, Սարգսյանն, Տաշիրն, ես չեմ էլ ինչ դոդիկներ ընդեկան։ Դա միանգամից դառնում է, որ դուք թքեցիք այդ երեխեքի վրա, որտեղ այդ երեխեքը մեռել են, որ դուք հիմա անկախ ելնեք։ Որովհետև ես հասկանում որ դուք միշտ թուրք, ձեր գլուխը մենակ թուրքով է, բայց հասկանում եմ, բայց կներեք, դուք չեք թուրքական ջինսով, դուք չեք թուրքական կոշիկով, կամ դուք չեք գնում իրիգունը տուն, նայում եք այդ թուրքական աբոին։ Էդի չի բա։ Պրոստը նենց հետաքրքիր է, երբ որ ինչ-որ պետք է լավ բան առնեք, միտեղ պետք է հանգստանաք, բիզնես անեք, Թուրքիան օքեյ է, ոչինչ չի։ Բայց հենց գալիս է ժամը, որ պետք է պետությունը ինչ-որ սահման բացի, զրույց անի, այս թուրքը, հասկանում թուրքը։ Մենք 800 տարի Թուրքի մեջ ենք ապրել, ոնց որ ինչ-որ մարդ, ոնց որ տատարները հիմա Ռուսաստանում են ապրել։ Ապրել ենք մի ձև։ Ես գիտեմ, որ սպանել են մեզ, ես բան չեմ ասելու, բայց հիմա այն է, որ իրականությունը էս է։ Հիմա չի նշանակում, որ մենք պետք է կռիվ սկսենք։ Ու դաժե մի չի սկսելու։ Մենք այսքան ենք, իրանք այսքան եզ են։ Իրանք եթե ուզենան, ինձ թվում է 2 ժամում արդեն կվեկալեն լրիվ Հայաստանը։ Այդ իրականությունն է։ Իրանց բանակը ավելի մեծ է, քան թե մենք ժողովուրդ ունենք մենք երկրում։ Էլ ինչ ենք խոսում ստեղ։ Խնդրում եմ ձեզ, մի անգամ նստեք, անջատեք ամեն ինչ ու մտածեք իրականության մասին։ Ես չեմ ասում Փաշինյան լավն է։ Ընտրեք ում ուզում եք, բայց մի ընտրեք այն մարդկանց, որ խոսք են տալի, որ վաղը ինչ-որ մի բան հետ են բերելու։ Դա անհնար է, որովհետև ամեն հետ բերելու բանը գին ունի։ Պուտինը հիմա չի գնա, ոչ մեկի հետ չի բերի։ Մոռացեք, всё, Պուտինը նվեր տվեց Արցախը թուրքերին, որ թուրքերը բացեն ինչ-որ սահմաններ, որ ռուսները կանան ինչ-որ բիզնես բացեն, ասենք գազ ծախեն, ինչ-որ նավթ ծախեն ու ինչ-որ ոնց որ տրանզիտի զոնա օգտագործեն։ Էդ է, всё, որտեղ միշտ Արցախը եղել է ռուսներինը։ Այդ ոնց իրանց տվել են ասել նայեք, հեսա, այսա կոնֆետը, բայց մի կպեք կոնֆետին։ Այ մենք sense կոնֆետով նստած ուրախ ասում ենք, այս ի՞նչ լավ կոնֆետ է։ Եկավ ժամը մի հատ չափալախ տվին, կոնֆետը հանին, ասենք всё գնա նախույն։ Ու կոնֆետը տվին հետ թուրքերին։ Այդ է իրականությունը։ Դրա համար նորից եմ խնդրում, ընտրելու ժամանակ, մտածեք գլխով, սրտով,
բայց մի այդ խափնվեք այդ սուտախոս խոսքերին։ Ու խնդրում եմ ներողություն, որովհետև շատ ժամանակ օգտագործում են ռուսական խոսքեր, որովհետև ես սկսել եմ հայերեն խոսալ իմ Glendale-ում։ Ու խնդրում եմ, եթե ինչ որ հայկական խոսքերը սխալ է ասում, բայց ես շատ եմ ուզում, որ իմ սրտից ձեզ հասնի միտքը, որ պետք է չի լսել ռուս հայերին, պետք է չի լսել այդ ամերիկական հայերին, որովհետև ես այդ մարդկանց հետ շփվում եմ։ Իրանք չգիտեմ ինչ են ուզում։ Իրանք գիտեք ոնց են ասում ստեղ, շատ հեշտ է արևային Կալիֆոռնիայում պայքարել թուրքերի դիմաց։ Ես հիշում եմ, երբ որ մեր հայ երեխեքը մեռնում էին կռվի ժամանակ, Glendale-ի երեխեքը սիրուն, կոնֆետկա երեխեք են, դրոշները հագած, Glendale-ով, Կալիֆոռնիայով սենց արևոտ, ապահով տեղում ասում էին անկախություն, ազատություն, թուրքերին ոչ, բայց տենց կռիվ չեն հաղթում, հասկացեք։ 91 թվին, երբ որ մեր ֆիդրաները կռիվ էին անում, իրանք մեռնում էին։ Հազարավոր էին մեռնում, տենց են կռիվ անում, ոչ թե ֆլաժոկներով կենտրոնում ասում են Փաշինյանը մի ծախի մեր հողերը։ Ինչ որ չլներ լիդեր նույն քակը կլներ։ Որովհետև նենց բախտը բերեց, որ Պուտինը սկսեց կռիվ Ուկրաինայի հետ։ Ու այդ կռվի ինչ որ զապասնույն պլանը եղնում էր Արցախը։ Շատ շնորհակալ եմ, կներեք, եթե ինչ որ սխալ բան ասեցի։ Խնդրում եմ ներել ինձ։ Հաջողություն իմ հայ ժողովուրդ ջան։